Միացյալ Նահանգների բանակի նախարար Դեն Դրիսկոլը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան նոր պլանը 3 Աբու Դաբիում քննարկել է ռուս պաշտոնյաների հետ, հայտնում են CBS News-ը եւ Financial Times-ը իրենց աղբյուրների հղումով։ Դրիսկոլը, որն ամերիկյան պատվիրակության կազմում մասնակցել էր նաեւ Կիրակի Ժնևում Ուկրաինայի եւ եվրոպական երկրների հետ ԱՄՆ բանակցություններին, ռուսական պատվիրակության հետ կհանդիպի նաեւ այսօր։ Կրեմլի խոսնակն ասել է, որ Մոսկվան դեռ չի ստացել խաղաղության ծրագրի փոփոխված տարբերակը եւ ոչինչ չեն կարող ասել Աբու Դաբիի հանդիպման մասին։ Ներկայումս միակ էական բանը ամերիկյան նախագիծն է, Թրամփի նախագիծը։ Կարծում ենք, որ սա կարող է շատ լավ հիմք դառնալ բանակցությունների համար։ Մենք դեռ հավատարիմ ենք այս տեսակետին։ Washington Post-ն ու Bloomberg-ը հաղորդում են, որ ամերիկյան պլանի 28 կետերը Ժնևի հանդիպմանը կրճատվել են մինչև 19-ի, ընդ որում դրանք եւս կարող են փոփոխվել։ Bloomberg-ի աղբյուրն ասել է, որ փաստաթղթից առաջին փուլում դուրս եկած հարցերը կքննարկվեն ավելի ուշ։ Ի տարբերություն նախնական տարբերակի, փաստաթղթի վերջին տարբերակում չի նշվում Ուկրաինայի վերակառուցման համար ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը հաստատել է, որ 28 կետերը կրճատվել են, որոշ կետեր հանվել են, մյուսները փոփոխվել։ Ուկրաինական կողմից ոչ մի մեկնաբանություն անպատասխան չի մնացել, սոցցանցում գրել է նա։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ նոր տարբերակում ներառվել են անհրաժեշտ կետեր, սակայն ըստ Վլադիմիր Զելենսկիի դեռ զգայուն հարցեր կան, որոնք կքննարկի ԱՄՆ նախագահի հետ։ Մեր թիմն արդեն զեկուցել է նոր նախագծի հետ կապված քայլերի մասին եւ սա իսկապես ճիշտ մոտեցում է։ Զգայուն հարցերը, ամենանուրբ կետերը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ։ Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել։ Ըստ Քերոլայն Լևիթի, նախագահը լավատես է, որ Ժնևի հանդիպումից հետո հնարավոր կլինի համաձայնության գալ։ Նա նաև ասել է, որ կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն կա եւ մնացել են մի քանի վիճելի հարցեր, որոնց վրա թիմերն այժմ աշխատում են։ Այնպես որ կարծում ենք շատ լավ դիրքում ենք, իհարկե պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերի շուրջ համաձայնություն կա։ Հետո անշուշտ պետք է համոզվենք, որ ռուսները նույնպես համաձայն են դրանց հետ։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան խաղաղություն է ուզում, բայց ոչ այնպիսին, որն Ուկրաինայի համար փաստացի կապիտուլյացիա կլինի։ Ըստ Էմանուել Մակրոնի, Թրամփի պլանում նշվում է, թե ինչն է ընդունելի Ռուսաստանի համար, սակայն կան ասպեկտներ, որոնք պետք է փոխվեն, որպեսզի այն ընդունելի դառնա նաև Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Նախ ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ։ Խաղաղություն, այնուամենայնիվ այդ ծրագրի որոշ ասպեկտներ քննարկելու, բանակցելու, բարելավելու կարիք ունեն։ Ըստ Reuters-ի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր տեսակապով կքննարկեն խաղաղության նոր ծրագիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության համաձայնագրի ամենակարևոր տարրերից մեկը պետք է լինեն երաշխիքները, որ Ռուսաստանն ապագայում չի արձակվի Ուկրաինայի վրա։ Մարկ Ռյուտեն նաև ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ի անդամակցության համար եւ կարող է անդամակցել, եթե հարցի շուրջ կոնսենսուս լինի դաշինքում, ինչն այս պահին չկա եւ քիչ հավանական է, որ լինի մոտ ապագայում։ Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Կիևում կա 6 զոհ, մի քանի վիրավոր, եւս 3-ը զոհվել են Խերսոնում։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռոստովի մարզի Տագանրոգին, սպանվել է 3, վիրավորվել 10 մարդ։ Նովորոսիսկում սպանվել է 3, վիրավորվել 16 մարդ։